երբ մի կողմը ագրեսիվ վիճակում է եւ ինքը համարում է իրան հաղթած պատերազմում եւ հլախորժակ ունի, իսկ դիմացի կողմը ասում է, որ ինքը պատրաստվում է բանակի բաները կրճատել, ծախսերը կրճատել եւ չգիտեմ ինչ որ հախոսում է խաղաղություն, դա հարձակվողի մոտ ախորժակ է բացում։ Ագրեսորին հնարավոր է կասեցնել միայն գործողություններով, որոնք պարունակում են ուժային պատասխանի հնարավորություն։ Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի խոսել նրա մասին, որ կրճատում է բաները, ինքը չգիտեմ, ծախսերը կրճատում է, բանակի բանը կրճատում է եւ այլն, դա ընդհանրապես բայց միաժամանակ ասում է արեք տանեն զենքերը ցույց տամ գնապիտակները վրան գործարանային այնտեղ դա էլ է հետաքրքիր, նու ինչ հետաքրքիր ծիծաղալու մրցավանջի մեջ են գտնվում։ Ոչինչ լրագրողը բան չի հասկանում պաշտպանության ոլորտից, դա հասկանում եմ, բայց ասենք այդ ռազմական գաղտնիք պարունակող նյութերն են, ինչա նշանակում գնապիտակները տանեն ցույց տան։ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները անվտանգային ոլորտի մասին կործանարար են, ուղղակի։ Ոչ մեկ չպետք է իմանա ոչ գնապիտակը, ոչ զենքը, ոչ զենքի մոդելը, ոչ բան, ոչ մեկ չպետք է իմանա։ Դե ասում եմ թուղթ ստորագրեք, որ հետո այդ տեղեկությունը չեք տարածելու, արեք համոզվեք։ Հասկանում եմ, Նարեկ ջան, դու ինչ ես ասում, ես քեզ ասում եմ դա խայտառակություն է։ Ինչ կապ ունի, ինչ ասում։ Դա խայտառակություն է։ Բաց էի բաց, ուղիղ ԶԼՄ-ի միջոցով թվարկել, կարող ճշգրիտ թվերը ասել սպայական անձնակազմի, դա ռազմական գաղտնիք պարունակող նյութ է։